Բարի օր, սիրելի հայրենակիցներ, Արտուր Խաչիկյանի եւ իմ հերթական ոդքասթն է, բարի օր Արտուր, մենք ուղիղ եթերում ենք եւ հենց այս պահին, երբ որ մենք ուղիղ եթերում ենք, Սարյանի վրա, Կասկադի վրա, Եվրո չինովնիկները, եվրոպական այս establishment-ը այստեղ է, նրանք վայելում են հայկական ուտեստ, Մակրոնը հիացած էր խինկալիներով եւ այդ ֆոնին տեսնում ենք, որ օրինակ Երևանից Զելենսկին իր երեկվա ելույթում իր արևին կատակ անում, ասելով, որ Ռուսաստանը թող իմանա, որ չի բացառվում հաղթանակի օրը մայիսի 9-ին այդ հաղթական շքերթի վրայով թռնեն ռուսական դրոնները, այդ ֆոնին մենք տեսնում ենք Ռուսաստանի պատասխանը եւ նաեւ հիմա ուզում եմ խոսքը քեզ փոխանցել Արտուր, որ հասկանանք ինչա մեզ սպասվում, որովհետև ես նայում եմ երեք Մեդվեդևի գրառումը, ով ուրեմն Նիկոլ Փաշինյանին եւ Զելենսկուն անվանել էր «Dva безмозглых ռուսաֆոբը», երկու անուղեղ ռուսաֆոբներ, իհարկե ես բազմաթիվ հարցեր ունեմ Դմիտրի Մեդվեդևին, այդ որ անուղեղ ռուսաֆոբին 18 թվականից ամբողջ ընթացքում սենց գուրգուրելով պահել եք եւ 20 թվականի պատերազմից հետո մի քանի ընդդիմադիր շարժում ջարդել եք, ձեր նախագահն ասել, որ on не предатель, ինչ որ ինքը արել է Հայաստանի շահերից ելնելով, բայց Արտուր, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ նայել պարոն Խաչիկյանի էջը, նաև Facebook-յան կտեսնեք, այնտեղ շատ լեգիտիմ, շատ պարզ, շատ հասկանալի 25 հարց ուղված այս օրերին Հայաստանում տժժացող եւ Նիկոլ Փաշինյանին մոլորակի ամենախիզախ մարդը համարող եվրոչինովնիկներին։ Հիմա Արտուր, խնդրում եմ այն հարցերը, որ դու ուղղել ես եվրոպական այս քաղաքական վերնախավին, Մակրոնին, Ուրսուլային, Կանադայի վարչապետին, Տուսկին եւ այլն, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարեցին ժամանակների ամենախիզախ մարդը, իհարկե ես ընդունում եմ, որտեվ շատ մեծ խիզախություն է պետք, իսկապես ընդունում եմ, մեծ խիզախություն է պետք Արցախ հանձնելու համար, մեծ խիզախություն է պետք Հայաստանի սուվերեն տարածքից հանձնելու համար։ Հիմա ես ուզում եմ, որ ինձ եւ քեզ լսող մեր հայրենակիցները Արտուր իմանան, ըստ էության երեք հիմք դրվեց Հայաստանի այսպես կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի Եվրոպական միություն։ Խնդրեմ, ինչ է սպասվում մեզ, արդյոք հիմա ես, որ վաղը ասենք անցնենք բեզվիզ, մեր հայերի սիրած, որ ասում են հեսա բեզվիզը մտնում է, այդ որ բեզվիզը հեսա մտնի, բացատրեմ, նշանակում է առանց վիզայի տոմս ես առնում եւ գնում ես Եվրոպական միություն։ Ես իջա Փարիզի կենտրոնում, հետո ինչ ալում, կարող եմ գնալ աշխատանքի ընդունվել Արտուր։ Իհարկե ոչ, դա նշանակում է, որ դուք կարող եք մինչև 90 օր մնալ ամեն 180 օր։ Ամեն 6 ամիս կարող եք 90 օր մնալ Եվրոպայում եւ դա էլ մենք դեռ չունենք։ Նրանք դեռ բեզվիզ չեն տվել։ Նրանք ասել որ մենք նույնիսկ եթե տան։ Այո։ Այո, նույնիսկ եթե տան, մենք ուղղակի կարող ենք Եվրոպայում որոշ ժամանակ գտնվել։ Մեր ժողովրդի որ մասը կարող է իրեն թույլ տալ Եվրոպայում մի ամիս ապրել։ Եվրոպայում ամենաէժան, ասենք, հյուրանոցի գինը 80 եվրո է կամ, չգիտեմ, 60 եվրո է։ Ամենաէժան առանց նախաճաշի արձանագրի։ Այո, կամ բնակարան կարող եք վերցնել 3000 եվրոյով։ Մեր եւ չեմ ասում դեռ ուտելիքի սնունդը դեռ չենք հաշվում։ Մեր բնակչության որ մասը կարող է մի ամիս Եվրոպայում ապրել այսպիսի գներով։ Նորից եմ ասում, մենք դեմ չենք, որ լինի հեշտացված ինչ-որ վիզային ռեժիմ, որը իդեպ սկսվել է երրորդ նախագահի ժամանակ։ Այո, դեռ սեպայով էլ դա ամրագրված էր։ Ես էլ եղել եմ խորհրդարանական հարթակում բանակցողներից մեկը, որպես 11 տարի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ եւ ես երկու ձեռքով ողջունում եմ, բայց դա ինչ կապ ունի Հայաստանի բնակչության 90%-ի հետ։
Ինչ կապ ունի։ Դա տալու է աշխատանքի իրավունք, դա տալու է իրավունք, որ գյուղացին իր ծիրանը առանց վիզայի ռեժիմով տանի եւ օրինակ Շանզելիզեի մոնոփրիում կամ ֆրամպրիում վաճառի։ Իհարկե ոչ, չգիտեմ, պետք է բացատրել մարդկանց։ Ոչ, դե եկեք կետ առ կետ նայենք, Բելվիզ ունենք, ոչ, ունենք ինչ-որ համաձայնագիր, որ ապագայում մենք շարժվենք, դա լավ է, ոչ ոք չի ասում, որ դա վատ է, բայց այժմ չունենք։ Եվրոպան իր շուկան բացում է մեր արտադրանքի համար, ոչ։ Եվրոպան աշխատանքային վիզաներ տալիս է աշխատանքի իրավունք հայերին, որոնք հեսա Ռուսաստանից վերադառնալու են 100,000-ավոր մարդիկ։ Նրանք Եվրոպայում կարողանան աշխատել, ոչ, միայն անօրինական ձևով, որը երկար չի տևի։ Ոչ, անվտանգության երաշխիքներ տվել են մեզ, ոչ, դաշինք կա ռազմական, ոչ, ՆԱՏՕ-ի անդամ դառել ենք, ոչ, Եվրոմիության անդամ ինչ-որ կոնկրետ թիվ տվել են մենք երբ ենք դառնալու, ոչ, ասել են մենք կշարունակենք քննարկումները դեպի առաջընթաց, դեպի ինչ-որ ինչ ասեցին եվրոպական արժեքները, գործընթացը շարունակվում է, սեմինարները, հա, բառեր։ Հա, սիրուն բառեր կարելի է թելադրություն գրել, տեսնել մեր դպրոցներում ոնց կարողանան թելադրություն գրել այս բառերով, երևի կշփոթվեն երեխաները, որովհետև շատ են այդ բառերը։ Բայց ի վերջո ոչ մի Եվրոմիություն մեջ չեն տալի։ Հարցրեցին երբ ենք դառնալու, ասում է ձեզանից է կախված։ Տեսեք ինչ սիրուն ձևով, գեղեցիկ ձևով ու խոդ են անում, էլի, պլստում են։ Ասում են կոնկրետ ասեք, մենք արդեն մեզ այդ ստի ռեֆերենդումը հանրակրվեն արդեն անցկացրել ենք։ Բա երբ ենք դառնալ, ասում է դե դուք որոշեք։ Որոշել ենք արդեն։ Բա հանրակրվեն ինչի համար էր։ Մեր պարլամենտը այդ ազգային ժողովը չընդունեց դա, Նայրա ջան, ընդունեցինք, չէ՞։ Այո, 50,000 քաղաքացիների ադաբրամսի հիման վրա, այո։ Եվ ինչ, եւ դա ինչ հետևանք տվեց։ Մեզ, ահա։ Այսինքն մենք զրկում ենք եվրոպացիները, կներես, ասեցին, որ մենք սա ընդունում ենք, որ ընդհանրապես ձեր ցանկություն եւ անկեղծ եղեք ձեր ժողովրդի հետ եւ ասեք, որ սա չի նշանակում, որ մենք ձեզ ընդունելու ենք ԵՄ, դա նշանակում է, որ դուք նման ցանկություն ունենք։ Ուրեմն ամփոփելով, մենք բոլորս կողմ ենք, որ Եվրոպայի հետ լինեն լավ հարաբերություններ, բոլորս կողմ ենք, բայց մենք անպայման չի, որ մենք ստիպված լինենք հանձնենք մեր հայրենիքը, անընդհատ զիջենք, Ղարաբաղը հանձնենք, Մեղրի այդ տարածքը հիմա արդեն հանձնած է համարեք, հիմա էլ անկլավներն ենք հանձնելու, դրանից հետո ադրբեջանցիները վերադառնում են Հայաստան, այնտեղ արդեն մեծ կոնֆերանս է անցկացվում, վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան։ Դա ռեալ է, դա շատ ռեալ է։ Ոչ մի ուրիշ երկիր Եվրոպայի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար կամ Եվրոպայի մաս դառնալու համար չզիջեց իր տարածքը եւ իր շահերը, ոչ Էստոնիան, ոչ Լատվիան, ոչ Լիտվան, ոչ Լեհաստանը, ոչ Հունգարիան, ոչ Բուլղարիան, ոչ Չեխիան, ոչ Սլովակիան, ոչ Սլովենիան, որևէ ուրիշ երկրից չեն պահանջում, որ նրանք ծնկի գան։ Եվ հետո բանին Զելենսկիին ասում են դու ոչինչ չզիջես։ Ոչինչ։ Մինչև վերջ մենք քո կողքն ենք։ Իսկ մեզ ասում են ոչ, դուք ամեն ինչ պետք է զիջեք, որ մենք գանք ձեր գլուխը շոյենք։ Ասենք շատ ապրեք, լավ եք արել, հիմա էլ թավուշն էլ զիջեք, հիմա էլ Սևանի կեսը զիջեք։ Այս մարդիկ եկել էին ոչ թե այս խմբի մոտ, նրանք եկել էին Զելենսկու մոտ, որպեսզի քննարկել Ուկրաինայի պատերազմը եւ PR անել, որպեսզի այս խումբը վերընտրվի։ Տեսակ այդ կադրերը դաշնամուր էին նվագում, շատ ոչ երաժշտական ձայնով եւ այդ թմբուկ նվագելը այնտեղ ռիթմի զգացում էլ չկա, հա։ Անրիթմ, այո, այն հին կինոյի ասացվածքը։ Գոնե ինչ որ մեկը ռիթմը ցույց տարել իրան, ոնց է պետք, չի ստացվում։ Էդ էլ չի ստացվում այդ մարդու մոտ։ Էլ արդեն էլ ձեռառնելու բան էլ չի, ոչինչ չի ստացվում։ Հա, ինքը նույնիսկ հետաքրքիր չի, որ իր բայց մի հատ հարց էլի, օրինակ Մակրոնը այստեղ իր ելույթում նախ մի քանի կատաստրոֆիկ ստեր ասեց, որ 8 տարի առաջ նման բան հնարավոր չէր, նման մակարդակի այցեր, երբ որ եւ Ժակ Շիրակը, եւ Ֆրանսուଆ Օլանդը, եւ Սարկոզին պետական ամենաբարձր այցով նախկին իշխանությունների ժամանակ եղել են Հայաստանում, նույն Մակրոնը եղել է Հայաստանում, երբ որ 2017 թվականին կազմակերպվեց ֆրանկոֆոնիայի վեհաժողով եւ 57 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ եղան, Մակրոնն ասեց հնարավոր չէր, որտեղ 8 տարի առաջվա Հայաստանը Ռուսաստանի սատելիտներ։ Հիմա ես իրավունք ունեմ Արտուր եզրակացնելու, որ 2017 թվականին, երբ որ Մակրոնը ինքը անձամբ ֆրանկոֆոնիայի ֆորումին եղել է եւ կոչ էր անում բոլոր երկրներին գալ Հայաստան մասնակցել վեհաժողովին, ինքը հենց Ռուսաստանի սատելիտն է։ Եվ երկրորդ հարցը, որ Նիկոլին ասում
են դու ժամանակների ամենախիզախն ես եւ դրթում են ըստ էության նորանոր զիջումների։ Հիմա Մակրոնը օրինակ պատրաստ է, ասենք Էլզասը նորից զիջել Գերմանիային, որ ստանա դարի ամենախիզախը կոչումը, կամ Տուսկը Լեհաստանից մի կտոր, կամ Կանադայի վարչապետը Կանադայից մի կտորեն ուզում է, չէ, այդ Թրամփը, հա։ Այո։ Հետաքրքիր է, հիմա որ Դանիան Գրենլանդիան նվիրի Միացյալ Նահանգներին, կդառնա խիզախ, կասեն երևի, խիզախ, այո, այսինքն հանձնվելը, այո, հանձնվելը կապիտուլյացիա ստորագրելը դա խիզախություն է։ Նախ Մակրոնը շատ իզուր է սուտ ասում, որովհետև ինչպես դու նշեցիր, այո, մեր մոտ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եկել են անցյալում, հետո պետք չի, նա փաստորեն բաց ասում է, 8 տարի առաջ դուք որ Ռուսաստանի հետ դեռ չէիք կռվել, դուք ինձ պետք չէիք։ Հիմա որ դուք Ռուսաստանի հետ կռվում եք, հիմա դուք ինձ պետք եք։ Գիտեք, իսկական ընկերները մարդու մոտ գալիս են ոչ թե այն պահին, երբ որ ինչ-որ բան է պետք իրանցից, այլ երբ որ նրանք քո կարիքը ունեն։ Օրինակ 20 թվականի պատերազմին կարող էր գալ, օգնել պատերազմը կանգնեցնել, 22-ի ջերմուկի հարձակումը, 23-ի Ղարաբաղի հայաթափումը, այդ որ գնում է ցեղասպանության համալիր, լավ է անում, շատ լավ է անում։ Իդեպ տեսեք, որ այս անձը իր հետ չգնաց, որ Էրդողանը չբարկանա իր վրա։ Այդ լավ է անում, որ գնում է Ծիծեռնակաբերդ, բայց ինքը փաստորեն գրեց հայոց ցեղասպանության հաջորդ էջը, որովհետև նա Պրահայում նստած էր այս անձի կողքը, երբ որ իրան ստիպում էր, որ նա հանձնի Ղարաբաղը։ Հիմա էլ ուզում է պատասխանատվությունից փախնի։ Ասում է, ես զարմացել էի, որ նա չպաշտպանեց հայերին, բա դու որտեղ էիր։ Դու կողքը նստած չէիր, իսկ դու հարց չտվեցիր։ Իր ինտերվյուում, որը կախել եմ իմ Facebook-ում, հոկտեմբերին 22 թվականին Մակրոնը ասում է. Ղարաբաղը դա մի տարածք է Ադրբեջանի սրտում։ Այսինքն 120,000 մարդ լինի, չլինի, իր համար կարևոր չի։ Այնտեղ ինչ որ տարածք է, որտեղ արածում են կովերը եւ ոչխարները, որը պատկանում է Ադրբեջանին։ 35 տարվա Մինսկի խումբը, process-ը, որի մասը Ֆրանսիան էր, այդ բոլոր ստորագրած փաստաթղթերը, որ ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք, գոնե Ադրբեջանի կազմում։ Այդ ամբողջը դրվեց մի կողմ, Ղարաբաղի ժողովուրդ չկա, ու ինքը ասում է, որ դու խիզախ ես։ Այն մարդը, որը մոռացավ Ղարաբաղի ժողովուրդը, վաղը մոռանալու է մեզ, որտեվ եթե դուք ինչ-որ բանով կարծում եք, որ մենք իրանց աչքին շատ ավելի կարևոր ենք, քան ղարաբաղցիները, չարաչար սխալվում եք։ Բայց Արտուր ջան, հիմա փորձեմ ես քեզ որպես օպոնենտ հանդես գալ, որտեվ ես տեսնում եմ, որ ինչ որ Հականիկոլ Ճամբարը հարձակվել է Մակրոնի վրա, փորձեմ ես, փորձեմ պաշտպանել Մակրոնին իմ հարցադրմամբ։ Նույն Մակրոնն էր, որ երբ որ սկսվեց 44-օրյա պատերազմը եւ դրանից հետո սկսվեց արդեն ուղակի նրանք արդեն Ստեփանակերտի փողոցներում էին կրակում, Մակրոնն էր, որ անընդհատ զանգում էր Ալիևին, զանգում էր Պուտինին պատերազմը կանգնեցնելու համար, եւ Մակրոնն էր, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկիր հրավիրեց անմիջապես ՄԱԿ-ի անվտանգության նիստ, ասելով, որ ուրեմն այնտեղ կրակում են քաղաքացիական բնակչության վրա։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը Մակրոնի այդ հայտարարությունից հետո եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելուց հետո ասեց, քաղաքացիական բնակչությունը թիրախում չէ, վտանգ չի սպառնում։ Հիմա ուզում է Մակրոնը լինի, ուզում է Թրամփը լինի, ուզում է Պուտինը լինի, իրանք Արտուր ջան պարտավոր են մեզանից ավելի հայ լինելու։ Բացահայտվեց, չէ, Մաքսեյում, որ Մակրոնը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչներին եւ նաեւ դաշնակցության ներկայացուցիչներն էին եղել, այնտեղ ասես, չէ, ես զարմացած եմ, որ ինքը հանձնում է, ես ավելի շատ եմ ձեր իրավունքները պաշտպանում, քան ինքը։ Այն Վանոն Սիրադեղյան մի հատ լավ խոսք ուներ, ասում է, մեռանք ռսին իր շահը բացատրելով։ Մի րոպե, եթե քո ղեկավարությունը, քո քաղաքական էլիտան կայացրել է այդ որոշումը, եթե թույլ է տալիս, որ երեք տեսաուղերձով Ալիևը ուղղակիորեն ասի, որ Երևանում անցկացվող Եվրոհավաքը դա սաբոտաժ է Ադրբեջանի դեմ, եթե թույլ է տալիս Հայաստանի ղեկավարությունը, որ Ալիևը երեք տեսաուղերձում ասի ռազմական հանցագործները նստած են Բաքվի բերդում եւ այս սաբոտաժնիկները ցույց տալով եվրոչինովնիկներին Եվրոպարլամենտի բանաձևով ինձ կոչ են անում նրանց ազատել ռազմական հանցագործներին եւ Եվրոպարլամենտի ներկայացուցիչն է ասում Ալիևին ստոպ, Եվրոպարլամենտը առաջնորդվում է իր սկզբունքներով եւ դուք չեք կարող մեր սկզբունքների վրա ազդել, Նիկոլը, Արարատ Միրզոյանը կամ մյուսները բան չեն ասում։ Մենք ինչ ուզենք
Մակրոնից, Տուսկից կամ չգիտեմ ինչից, ասա խնդրում եմ։ Ասեմ ինչ ուզենք, որ նրանք չմիջամտեն, չգան մի ամիս մինչև մեր ընտրությունները, ու այս դավաճանական ռեժիմը վերընտրվի։ Նրանք եկել են այդ նպատակով։ Նրանք Հայաստանի վրա եւ սա մեծ բոնուս էր, ասեմ, ընտրական փուլում այս ուժին։ Սա ակնհայտ է։ Այո, բայց դա կգա ու կգնա, Նաիրա ջան, մեր ժողովուրդը կտեսնի սրանք ոնց են հետ գնում, ու մենք կմնանք մեր իրականության մեջ, մեր գներով, մեր սարսափելի տնտեսական վիճակով ու մեր հարևաններով շրջապատված։ Իսկ նրանք լինելու են 5000 կիլոմետր հեռավորության վրա։ Այսինքն դու ճիշտ ես, Մակրոնը եւ որոշ եվրոպական ղեկավարներ ավելի մեծ ցավով են ընդունում Հայաստանի այս զիջումները եւ կապիտուլյացիան, քան այս դավաճանական խումբը, որը ամեն ինչ էլ կհանձնի, եթե պետք լինի։ Այդ դեպքում այո, մեր խնդրանքը կլինի նրանց, ուրեմն մի օգնեք, որ սրանք վերընտրվեն։ Եթե տենց բան եք ասում, մի խառնվեք առնվազն, մի խառնվեք։ Այո, եւ ոչ ոք թող չխառնվի, ոչ ոք, որևէ պետություն թող չխառնվի, ոչ թե։ Այդ թվում Ռուսաստանը բնականաբար։ Այո, որտեղ նրանք ասում են մենք ուզում ենք խառնվենք, որ Ռուսաստանը չխառնվի։ Չէ, ոչ ոք պետքա չխառնվի, ոչ ոք։ Թող մեր ժողովուրդը որոշի, չնայած ընտրությունը, դե խոսել ենք սրա մասին, այսինքն քո հարցի պատասխանը հետեւյալն է, երբ որ Ֆրանսիայի նախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, այսինքն խոսում է, ընդգծում է հայոց ցեղասպանությունը, իսկ մեր այս խումբը ասում է մենք սրա մասին չպետք է խոսենք, եկենք հաշվենք, քանի զոհ է եղել, գուցե տեղերով փոխվեն, գուցե Մակրոնը գա դառնա մեր նախագահ, սրանք գնան Թուրքիայում աշխատեն, սրանք ավելի մեծ ցավով են ընդունում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, քան մեր ժողովրդի շահերը։ Թող գնան, թող Մակրոնը ինչ որ որդի չունի, Մակրոնը ընտանիքի անդամ չունի, գա Հայաստանը ղեկավարի, նա ավելի շատ է մտածում մեր մասին, քան սրանք։ Ավելին Արտուր ջան, ես նայում եմ երեք եւ այսօր ԵՄ լիդերները բոլորը այսպես որպես ինչ որ ակցիա իրենց էջերում դնում են Արարատի նկարը, իսկ մենք ինչ տեսանք, որ Նիկոլը պատրաստել էր Հայաստանի 4-րդ հանրապետության մակետը, ինչ որ մի հատ բան, ինչ որ էսքիզ էր, որտեղ Արարատ չկար, որտեղ կար Խորվիրապը եւ Խորվիրապի կողքը 200 դրամանոց զուգարանը։ Այդ մակետի, որ մեր անձնագրում պտիլներ շատ վառ երևում էր 200 դրամանոց զուգարան, այսինքն այս մարդիկ նաև ի սատարում են, որ այո, ցեղասպանություն եղել է, նաև Ուրսուլան եւ մյուսները, բոլորը եւ Դոնալդ Տուսկը եւ բոլորը իրենց էջերում տեղադրեցին Արարատի նկարը, բայց ես ուզում եմ, որ հիմա շատ ավելի մեր զրույցի երկրորդ մասը գանք շատ ավելի վտանգավոր ռիսկերի, ես 2 օր նայում եմ ռուսական լրատվամիջոցները, աշխատում եմ սովորաբար ես չեմ սիրում տենց քյարթ կներես, հա, պրոպագանդա, ինչպես դա ինձ հիշեցնում է այդ սովետական միության պրոպագանդան, բայց նայում եմ 3 եւ այսօր եւ ես շատ զարհուրելի ու վատ կանխատեսումներ ունեմ Արտուր, թե ինչ է սպասվելու Հայաստանի տնտեսությանը, այն որ իբր Ռուսաստանը նոր հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանը իրանց խաբել է, փուրնա տվել եւ սա մեծ բանը շրջադարձա դեպի մենք հենց այս պահին մեր զրույցի պահին կներես այդ բառի համար այդ մակարդակով կուրիցա ես որտեվ լսել եմ այլ բառ է Տիխանովսկայային քան կուրիցա որովհետև ինքը տգետ, անգրագետ, կիսագրագետ էլ չի, ֆուլ անգրագետ կինա այդ կուրիցան հիմա մեր զրույցի ընթացքում մեր բուհերում դասախոսություն է կարդում, հասկանում ես, ինչքան իջեցնել պլանկան, հիմա ակնհայտ է, որ Ռուսաստանը անցնելու է շատ դաժան հարվածներ եւ այդ հարվածները չի լինելու Նիկոլին անձամբ, դա լինելու է հայ ժողովրդին, դա լինելու է Հայաստանի տնտեսությանը։ Ես ուզում եմ նկարագրես էլի, որ մեզ լսողները հասկանան ինչ է սպասվում մեզ, բացի նրանից, որ ԿՊ-ական պատգամավորը ասում է ադհար կվառենք, որ մեր ծիրանը չի գնում, այս պահին արդեն Օզոն եւ Վալբրիս հարթակներում հայ ուրեմն մարքեթփլեյսների 2500 ուրեմն հաշիվներ փակված է Հայաստանից չեն կարող այդ մարդիկ այլևս վաճառել ջերմուկը հետ տվեցին ծաղիկը ձուկը հետ են տալիս հերթը գալու է ծիրանինը եւ գալու է ամենազարհուրելին գազի գինը որ մենք այս պահին սահմանից գնում ենք $177.5 դառնալու է $600 մի հատ կարանք այս Արմագեդոնը բացատրենք
մեր շատ հարգարժան հայրենակիցներին, բայց ընտրությունը թողնելով այդուհանդերձ իրանց։ Նախ կարծիքով ես էլ դու էլ միշտ կողմ էինք, որ Հայաստան ունենար շատ լավ հարաբերություններ Եվրոպայի հետ, ուղղակի չմտներ Եվրոպայի եւ Ռուսաստանի պատերազմի մեջ չմտնել։ Օրինակ, նույն բանը անում է Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, նրանք չեն խառնվում, նրանք չեն մտնում այս պատերազմի մեջ, չեն թողնում, որ նրանց օգտագործեն։ Իսկ այս անխելք խումբը թողնում է, որ մենք դառնանք խաղաքարտ։ Դա թույլ չեն տալիս ոչ արաբական երկրները, ոչ Հնդկաստանը, ոչ Չինաստանը, ոչ ոք չի մտնում այս կռվի մեջ։ Սա մեր կռիվը չի, բայց սրանք մեզ դարձնում են ինստրումենտ արևմուտքի ձեռքում։ Եվ Մակրոնը չի ամաչում, ասում է, երբ որ դուք Ռուսաստանի հետ չեք կռվում, դուք ինձ պետք չեք։ Հիմա որ կռվում եք, շատ լավ է, ես եկա։ Տեսեք իր արգումենտը։ Հիմա հետևանքներ, նախ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շատ անհասկանալի է Հարավային Կովկասում, ես չեմ հասկանում դա, եւ իմ կարծիքով սխալ մարդկանց հետ գործ ունեն երևի, ուրիշ թեմա է իհարկե, բայց իմ կարծիքով սխալ մարդկանց հետ գործ ունեն, սխալ խորհուրդներ են ստանում, քանի որ դիրքերը գնալով թուլանում են։ Հետո այս տնտեսական պատասխանը դե պարզ է ինչ է լինելու, արդեն ասեցիր, Wildberries-ը փակեցին, սկսելու են մեր էքսպորտները սահմանափակել, քո ասած ծիրանը երևի չեն կարողանալ տանել Ռուսաստան, դրանից հետո դե ինչ մնաց, մեր գյուղատնտեսական արտադրանքը կոնյակին եւ ջերմուկին արդեն հասել են։ Եվ դրանից հետո ամենամեծ հարվածը լինելու է գազի գինը եւ ԵԱՏՄ-ի դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիներին զրկել աշխատելու իրավունքից Ռուսաստանում։ Դա լինելու է իսկապես Արմագեդոն, որովհետեւ այդ փողով ապրում է Հայաստանի կեսը, չնայած չի գնահատում, բայց այնուամենայնիվ շատ լավ այդ փողը վերցնում է։ Այսինքն դա լինելու է, այո, կատաստրոֆա, բայց գիտես չի կարելի անընդհատ այդ նույն բանը ասել։ Թող լինի այնպես, ինչպես ուզում է մեր հանրությունը, եթե մենք սա ենք ուզում, եթե մենք այս մարդուն ընտրելու ենք, ոչինչ, թող աթառել վառենք, թող ծառ կտրենք, թող սովից մեռնենք, Ադրբեջանը Ալիևը տեսար չէ ոնց է մեզ հետ խոսում։ Դա խաղաղություն ցանկացող մարդու խոսք է, այսպես խաղաղություն ցանկացող մարդու։ Նա Նայրա ջան, ես էլ դու էլ շատ լավ հասկանում ենք, այս մարդը իր վրեժից չի հրաժարվում։ Նա վրեժ է հանելու մեզանից մինչև վերջ, նա ամեն քայլափոխին հիշացնում է, թե մենք ինչ ենք արել, նա չի մոռանալու դա եւ նա գնալու է մինչև վերջ։ Թող լինի այնպես, ինչպես ուզում է մեր հանրությունը, ես հոգնել եմ այս թեմայով խոսալուց, ուզում եք Ռուսաստանի թշնամի դառնալ, դարեք Ռուսաստանի թշնամի, բայց ցավալին այն է, որ Եվրոպան ձեզ չի ընդունում։ Եվրոպան որևէ կոնկրետ պարտավորություն չի վերցնում ձեր առջև։ Այդպես չի Նայրա ջան։ Դե հիմա փաստա չէ, ընդունվեց համատեղ հայտարարությունը, ընդունվեց Հայաստան ԵՄ սամիթի հայտարարությունը, այնտեղ սիրելի հայրենակիցներ, բառ, տող Հայաստանին ԵՄ ընդունելու մասին չկա, կա ընդամենը, ինչպես Արտուրը ասեց, սիրուն բառեր, լավա, էլի ձգտեք, էլի աշխատեք, էլի հիշեցնեմ, որ 1987 թվականից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դիմել է ԵՄ-ին անդամակցելու, 39 տարի է անցել, 39 տարի, որևէ խոսք չկա, որ մենք մեր աշխատանքային միգրանտները, որ հիմա 100,000-ներով ցավոք սրտի Ռուսաստանից հետ են գալու, որտեղ Ռուսաստանը շատ դաժանորեն է պատժելու եւ իհարկե ես կարծում եմ, որ այսպես դաժանորեն պատժել հայ ժողովրդին այս իշխանության համար դա ազնիվ չի, բայց իր լծակը դա է եւ ինքը դա է օգտագործելու։ Տեսեք, քանի ընտանիք է Հայաստանում ապրում, Ռուսաստանում աշխատող իր որդու, իր ամուսնու, իր հոր փողերով, չէ, այդ քանի, չգիտեմ, հսկայական տրանսֆերներ է գալիս, մարդկանց հանելու են կան, այստեղ մարդիկ, դուք պատկերացնում ես ինչ է դառնալու վարձով տների գինը, որովհետև հիմա արդեն ես նախորդին մոնիտորինգ եմ անում, Երևանի կենտրոնում տները դարձել է Փարիզի գին, քառակուսի մետրը Արտուր 4500-ից 5000, այդ գնով Փարիզում մի քիչ կենտրոնից Շանզելիզեից մի քիչ են կողմ տներն են, ինչու, որովհետև Ռուսաստանի անձնագրով քո փողով դու այլևս Եվրոպայում տուն չես կարող առնել, քեզ չեն թողնում, բոլորը գալիս են այստեղ։ Հիմա լավ, ձեր բարեկամները բոլորը եկան, այստեղ աշխատատեղ չկա, Եվրոպան
ինչպես նաև Արտուրը ասեց հարցադրումներով, էսա թուղթը հրապարակել է, բառ չկա, որ Եվրոպայի աշխատաշուկան բացվելու է Հայաստանի համար չկա, որովհետև նույնիսկ Պրիբալտյան երկրները այնտեղ Եվրոպայում ես եմ ամեն ամիս տեսնում, զուգարան են մաքրում, զուգարան եւ այդ գործի համար էլ զուգարան մաքրելու համար ուկրաինացիների հետ մարդաբոյա զուգարան մաքրողի տեղել չկա, իսկ բալթյան երկրները ԵՄ անդամ են, Ուկրաինան էլ Եվրոպայի սիրած երկիրն է, այսինքն հասկացանք, չէ, դրանից բացի փորձեմ Պարզ բացատրել, եթե գնում ենք վիզաների ազատականացման, այսինքն առանց վիզայի ռեժիմի, Հայաստանի հետ արդեն մի քանի ԵՄ երկրներ կնքել են, որովհետև դրանք իմ հանձնաժողովով են անցել եվրոպական ինտեգրման կոչվում, պարզ բացատրեմ բարթաբարը ռեադմիսիայի համաձայնագրեր։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ պահին ուժի մեջ մտավ ձեր սիրած բեզվիզը, առանց վիզայի ռեժիմը, Եվրոպայում գտնվող բոլոր անլեգալ ձեր հարազատները դեպորտացիա են արվելու Հայաստան, բռնեցին անելու են, այդ ոնց եք փախկվելու, որ չբռնեն, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, առաջի տարին սենց չէիր հասցնում, օդանավակայանում նայում էիր, որ նոր էր բեզվիզը Վրաստանի հետ, սաղ գնում էին, հիմա գնում ես մի հատ վրացի չկա, որտև լավ գնացիր, Արտուրը ասեց 90 օր կարաս մնաս, գնացիր նստեցիր հյուրանոցում, ահավոր գներ, չնայած Երևանից թանկ չի, բայց էլի ահավոր, ինչ ես անելու, մի օր գնացիր Լուվր, մի օր գնացիր Ամստերդամի դամ հրապարակ, մի օր գնացիր Քյոլնի սիրուն տաճարը տեսար, էդ էլ եթե ունենաս գրպանումդ մի քանի հազար եվրո, որը մեր բնակչության 80%-ը չունի, ինչ եք անելու, Եվ ինչ են անելու մեր են 100,000-ավոր հայրենակիցները, որոնց հետ Ռուսաստանը աշխատանքային պայմանագրեր չի կնքելու։ Ես եւ Արտուրը, որ սենց մեզ ճղում ենք, մենք խնդիր չունենք։ Ես Ռուսաստանում աշխատող բարեկամ չունեմ։ Ես կարամ գնամ Ստրասբուրգում, իմ սիրելի Ստրասբուրգում, մարդու իրավունքների որևէ գրասենյակում աշխատեմ, որ 300,000 թուրքի հետ իմ երեխան, իմ թոռը չապրի, դուք սիրելիներս, դուք ինչ եք անելու, խնդրեմ Արտուր։ Դե այո, ասեցիր ամեն ինչ Նաիրա ջան, մենք փաստորեն կտրում ենք մեր կյանքի ճանապարհը, հա, մեր եկամուտի աղբյուրը, մեր գազի աղբյուրը, մեր շուկայի 50%-ից զրկվում ենք, որպեսզի գնանք Եվրոպայում զբոսաշրջիկ լինենք։ Ինձանից շատ Եվրոպա սիրող մարդ չկա, բայց օրինակ ես համաձայն չէի լինի կորցնել ամեն ինչ իմ կյանքում, միայն նրա համար, որ ես Եվրոպայում ֆրֆրայեմ 2 ամիս։ Ես դրա համար իմ տունը չէի հանձնի, չէի զրկվի իմ, ասենք, եկամուտից։ Եվ գազի համար $600 չէիր վճարի։ Որտեղ գազի հետ դու շատ լավ գիտես, չես կարող, հիմա ասենք ես ձմռանը իմ փոքր տանը վճարում եմ մոտավորապես 30,000, հիմա եթե Ռուսաստանը իր սպառնալիքը իրականացնի եւ գազը $177.5 դառնա 600, ես օրինակ վճարելու եմ 120,000, ոնց եմ վճարելու, ոնց, դա գազի հետ դու գիտես, չէ, այդ ամբողջ Այո, գազի հետ թանկանալու է ամբողջը հացը, որտեղ այդ փռերը գազով են աշխատում, թանկանալու է էլեկտրաէներգիան, ամեն ինչը դոմինոյի էֆեկտով գազի եւ էլեկտրաէներգիայի հետ թանկանալու է ամեն ինչը, ժողովուրդ ջան, Երևանը տարածաշրջանի ամենաթանկ երկիրն է, ամենաթանկ, նախորդին իմ ընկերոջ հետ եմ խոսում, հենց այս պահին Հռոմում ասում ասես բան չկա, մտնում ենք խանութ, մտնում ենք ռեստորան, Երևանը 3-4 անգամ թանկ է, Հռոմից, Այն որ ասում է հավերժ քաղաք Հռոմից Եվրոպայի ԵՄ-ի ամենաթանկ քաղաքներից մեկից։ Ես ու Արտուրը շատ ենք լինում Փարիզում։ Յա գնում ես ընդ փող ես խնայում, գալիս ես որ Երևանում ծախսես։ Դուք պատկերացնում եք դրա հետևանքները։ Հա, Եվ որպես ամփոփում Արտուր ջան, ինչ ասպա, մենք իհարկե վաղնել ունենք ուղիղ եթեր ժամը 1-ին, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ հենց այս live news-ի կայքով միանալ, վաղը ժամը 1-ին է, ձեր հարցադրումները ուրեմն ուղղել մեզ եւ ուրեմն
Նաև ինչ հարց ունեք, այսօր գրեք նյութի տակ մենք վաղը անպայմանորեն ժամը 1-ին կպատասխանենք եւ հիմա որպես ամփոփում էլի Արտուր ինչա լինելու էլի ոնց մեր ժողովրդին հասկացնենք որ ինքնասպանության պետք չի գնալ չնայած շատերը շատ հոգեբաններ ասում են որ նու մարդու վրա բայց տրանսֆորմացնում ենք նաև ժողովուրդների եթե մարդուն մի անգամ բռնում ես ձեռքը որ չգնա ինքնասպանության սուիցիդի երկրորդ երրորդ մեկա եթե իր ուղեղի մեջ դա մտել է ինքը դա անելու է նույնը նաև ժողովուրդների ազգերի դեպքում է երևի թե գիտես լավ կլինի որ դա լինի մինչև ընտրությունները եթե մենք գնում ենք այսպիսի քայլերի լավ կլինի որ մենք սա անենք մինչև ընտրությունները որ մեր ժողովուրդը տեսնի հետևանքը եւ որոշի նա ուզում ասա թե ոչ բայց ես վախենում եմ որ նրանք սա կանեն ընտրություններից հետո որտեղ նրանք հասկանում են որ սկսվելու է մասսայական զանգվածային անհնազանդություն Հայաստանում եթե մենք զրկվենք գազից, հացից, մեր էքսպորտներից, աշխատատեղերից, փողերից ամեն ինչ զրկվենք ամեն ինչից նրանք երևի մինչև ընտրություն ոչինչ չեն անի որ ընտրվեն դրանից հետո այս Արմագեդոնը քո ասած կսկսվի ու նրանք ասեն ոչ դուք մեզ ձայն եք տվել ուրեմն մենք իրավունք ունենք այս ճանապարհով տանել Հայաստանը դատարկվելու է Նաիրա ջան Հայաստանը դատարկվելու է այնտեղ գալու են ադրբեջանցիները ես հույսով եմ որ մեր ժողովուրդը կտեսնի թե այս Եվրոշոուն ինչպես է ավարտվում նրանք կգնան հետ Եվրոպա եւ մենք նորից կսկսենք մտածել մեր իրականությունը սա է մեր կյանքը սա է մեր հարևանները սրանք են եւ մենք չենք ուզում կրկնել առաջի հայոց առաջի հայկական հանրապետության սխալները այո 1918-ից 20 թվականը մենք նույն խաղը խաղացինք գնացինք Ռուսաստանի դեմ ապավինելով Անգլիային եւ Ֆրանսիային եւ մնացինք Էջմիածնի մի մասով եւ Երևանի ինչ որ մի մասով եւ Սևանի կեսը մեզ տվեցին եթե մենք դա ենք ուզում դե թող լինի մենակ լինի մինչեւ ընտրությունները որ մեր ժողովուրդը հասցնի իր կարծիքը փոխի Ես կարծում եմ չի լինի միջև ընտրություն, այս Արմագեդոնը մեզ սպասվում է, այո, ցավոք սրտի ընտրություններից հետո, բայց էլի, հա, չեմ ուզում վատատեսական նոտայով մեր այսօրվա ոդքասթը ավարտենք, խնդրում եմ գրեք հարցեր վաղը ժամը 1-ին ուղիղ եթերում միացեք, հենց ուղիղ եթերում տվեք հարցերը կպատասխանենք, սիրելի հայրենակիցներ, մենք փորձեցինք, ես կրկնում եմ, ես էլ Արտուրն էլ շատ Եվրոպա սիրող մարդիկ ենք, եվրոպական մշակույթը ես շատ սիրում եմ ինձ մշտապես աշխատանքի հրավեր կա Եվրոպայից եւ ծայրահեղ դեպքում ես կարող եմ իմ ընտանիքը վերցնել գնալ բայց ես չեմ ուզում թողնել իմ երկիրը թուրքերին ես պարզապես չեմ ուզում նույնը չի ուզում նաեւ Արտուրը հիմա եթե դուք ուզում եք ընտրությունը ձերն է եւ ընտրությունը կերևա հունիսի 7-ին շնորհակալ եմ Արտուր եւ Նաիրա ջան մի րոպե Իսկ վրացիներին ասում են, եթե դուք մտնում եք Եվրոպա, պետքա Վրաստանից դուրս գաք, Վրաստանը զիջեք։ Իսկ լեհերին, էստոնացիներին, լատվիացիներին, իսկ մենք ինչա, մեր ռեգիոնի կյաժն ենք, մենք կյաժ ենք, իսկ մենք պետքա ընտրենք Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև եւ զոհաբերենք մեր շահերը, որպեսզի գնանք ֆրֆրանք Եվրոպայում։ Որևէ ուրիշ երկիր ստիպված է եղել հանձնել իր ժողովուրդը իր տարածքը որպեսզի Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ոչ մենք բացառիկ ենք դրա համար որպեսզի Նիկոլին Մակրոնը ասի դու խիզախ ես այ դրա համար ցավոք ապրես շնորհակալ եմ մինչ վաղը սիրելի հայրենակիցներ